Բարյոս ելիքորեր եղբայրներ ջան, եկեք շարունակենք հավելումը եւ ամբողջացնենք։ Այս հավելումը մեզ օգնում է, որպեսզի մենք տեսնելով Սուրբ Երրորդության միջի տարբեր անձերի ֆունկցիոնալ դերերը, տեսնենք այդտեղ հարաբերությունը եւ շատ կարեւոր է, որ տեսնենք այդ հարաբերությունն է, որ արտապատկերումը արդեն քրիստոնեական հարաբերությունները եկեղեցում Աստծո հետ եւ մյուս հավատացյալների հետ։ Սա շատ կարեւոր է։ Մենք անդրադարձանք Հովանու 3-րդ գլխի 16-17 համարներին եւ հետաքրքիր է, որ Աստվածաշունչը չի ասում, որ որդին եկավ ինքնակամորեն։ Միշտ Աստվածաշունչը շեշտում է հոր հեղինակությունը ծրագրողի կամ իշխանություն ունեցողի։ Սա չի նշանակում, որ հայրը Աստված էր, որդին ոչ։ Սա պետք է հասկանանք նրանց ֆունկցիոնալ դերերի շրջանակում։ Այսինքն մենք մի քիչ հետո ավելի խորը կտեսնենք։ Մենք արդեն հասկանում ենք, որ նրանք ունեն նույն աստվածային բնությունը, այսինքն այդ աստվածային բնությունը իր մեջ ընդգրկում է բոլոր հատկությունները աստվածային, նույն զորությունը, նույն իմաստությունը, նույն կարողությունը, սակայն ֆունկցիոնալ դերերի մեջ է արտահայտվում հոր եւ որդու հարաբերությունը։ Ֆունկցիոնալ դերերի մեջ արտահայտվում որդու հնազանդությունը, որով մենք տեսնում ենք որդու սերը դեպի հայրը, որքան մեծ է։ Ինչքան մեծ է նրա հնազանդությունը հոր կամքին, այնքան մեծ է որդու սերը դեպի հայրը։ Այստեղ է, որ մենք հասկանում ենք, եւ նույնը արտահայտվում է նաեւ եկեղեցու մեջ։ Եթե մենք ընդհանուր առմամբ որևէ մեկ առումով հեղինակներին անհնազանդ ենք, դա ուղղակի ցույց է տալի, որ մենք Աստծուն ենք անհնազանդ։ Ինչի, որովհետեւ եկեղեցում չկա հեղինակություն կամ կարելի ասել հովիվ կամ որևէ մեկ ծառայող պաշտոնյա, որին չի դրել Աստված։ Եվ այստեղ է կարևոր, որ մենք ընդունում ենք այն Աստծուց, նաև աշխարհի սկզբունքների մեջ մենք ընկալում ենք, որ իշխանություններին հնազանդ ենք, որովհետև դա Աստծո գործոնն է։ Այսինքն համար առաքյալը ասում է, եթե մեկը իշխանություններին հնազանդ չի, Աստծուն է, որ հնազանդ չի։ Այսինքն այս հնազանդության գործոնը առաջնահերթ մենք տեսնում ենք Սուրբ Երրորդության հարաբերության մեջ, որդու հնազանդությունը դեպի հորը։ Հիմա իհարկե այստեղ կարևոր է հասկանանք, որ իշխանություններին մենք հնազանդ ենք այնքան ժամանակ, որքանով որ նրանք Աստծո արժեքային համակարգի մեջ են մեզ տալի այդ հրամանները։ Այսինքն այդ արժեքային համակարգից դուրս հրամանների մենք չենք հնազանդվում, բայց ընդհանուր հասկացողությունով իշխանություններին մենք հնազանդ ենք օրենքի շրջանակում, առաքելը նույնիսկ շեշտում է, որ այդ իշխանությունները դրված են որպիսի պատժեն չարերին։ Հիմա դա հասարակական կյանքը այն process-ի ընթացքի համար է, մինչև կգա Քրիստոսը։ Եվ այսպես Աստված այս լծակով պահպանում է աշխարհը, որովհետև եթե այս լծակը չլինի իշխանության, մենք իրար կուտենք, մարդիկ իրար կուտեն։ Այդ առումով մեծախնդիրը մարդու առաջնային մեղքի կամ մարդու մեղավոր բնության արտահայտությունը կարա ծայրահեղության հասնի, եթե Աստված այդ լծակներով չզսպի աշխարհը։ Հիմա տեսեք, այս ուրիշ թեմա է, բայց ավելի եկեք անդրադառնանք արդեն Հովանու 6:38-ին, եւ այստեղ ավելի մենք կտեսնենք նույնը Հովանու 3:16-17-ը, բայց արդեն որդու տեսանկյունից կտեսնենք, եւ Քրիստոսը ավելի զուգահեռական, ավելի խորացնում այս սկզբունքը։ Եկեք անդրադառնանք այս հատվածին։ Հովանու 6:38 Տեսեք, որովհետև ես իջա երկնքիցը, որ ոչ թե իմ կամքը անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Սա է ինձ ուղարկող հոր կամքը, որ այն ամենը, որ նա ինձ տվավ, նրանցից չկորցնեմ, այլ հետին օրումը հարուցանեմ նրանց։ Ուշադիր եք, տեսնում եք զուգահեռը, տեսնում եք նույնությունը Հովանու 3:16-17-ի։ Տեսեք ինքը նույն այստեղ արդեն շեշտակի անում, երբ որ մենք ասում ենք եւ հայրը այնպես սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր որդուն, հիմա Հիսուսն ասում է, որովհետև ես իջա երկնքից, ոչ թե իմ կամքը անեմ։ Այսինքն Քրիստոսը կարա չի ասի, ես իջա երկնքից, որ հոր կամքը կատարեմ, բայց ինքը հատուկ շեշտում է, ես չիջա երկնքից, որ իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկող հոր կամքը։ Սա առավել Քրիստոսը կարծես շեշտակի անում, որ հայրը իրեն ուղարկեց եւ ինքը հոր կամքն է կատարում։ Սա կարևոր է։ Այստեղ հարց է առաջանում։ Տեսեք, շատ կարևոր հարց է։ Որդուն ուղարկելը կամ որդու հորը հնազանդվելը որ շրջանում ալինում, երբ որ որդին արդեն մարմնացած որդի էր, թե մինչև մարմնանալը արդեն հայրը ուղարկում է որդուն։ Այսինքն հոր իշխանությունը որտեղ է երևում, հոր իշխանությունը երևում է Սուրբ Իրողնության մեջ, նորից որպես ֆունկցիոնալ դերեր, որպես Աստված իրանք նույնն են, բայց մեկ Աստված է, բայց երբ որ ֆունկցիոնալ դերի մեջ նայում ենք, մենք տեսնում ենք, որ մինչ մարդանալը արդեն
հայրը ուղարկում է որդուն եւ որդին հնազանդվում է հորը մինչ մարտանալը եւ ուշադիր նայեք հնազանդության աստիճանը երբ որ հայրը ծրագրում եւ որոշում է որդու առաքելությունը ուղարկում է որդուն մի քիչ հատվածները կնայեք կտեսնեք որ որդին հանձն է առնում այդ կամքը հոր ինչի որտեվ մարտանալը Աստծո համար դա սահմանափակել է իր աստվածային կարողությունները բայց որդին որպես աստվածային երկրորդ անձ հնազանդվում է հոր կամքին սահմանափակելու իր մարդեղությունով սահմանափակելու իր աստվածային բնությունը տեսնում եք այսինքն որդին հնազանդվում է ոչ թե որ մարմին արդեն առել այլ մինչ մարմին առնելը որդին հնազանդվում է հոր այսինքն մենք տեսնում ենք որդու հնազանդությունը եւ հոր իշխանությունը կամ հոր հեղինակությունը եւ որդու հնազանդությունը մենք տեսնում ենք մինչև մարտանալը այսինքն նրանք արդեն աստվածության մեջ սուրբ երրորդության մեջ այս ֆունկցիոնալ դերերի մեջ կա այս հնազանդությունը եւ այս իշխանությունը հեղինակությունը սա շատ կարեւոր է այսինքն այստեղ ոչ թե որդին հնազանդվում է հորը որպես արդեն մարդ այլ որպես Աստված ինքը հնազանդվում է հորը տեսնում եք նույն Աստվածը բայց որպես Աստված Քրիստոսը դեռ չի մարդացել, դեռ մարդկային բնությունը չի վերցրել, որ ասենք մարդկային բնությունով աստուծած էր դրա համար հնազանդությունը գործ անում։ Ոչ, ինքը դեռ չմարթացած, մինչ չմարթանալը, արդեն որպես Աստված հավասարազոր հորը, հնազանդվում է հորը, ֆունկցիոնալ դերի օղակներում։ Սա կարևոր է որ տեսնենք։ Ուրեմն դրա համար Ֆիլիպեցիս թուղթն ասում է Աստված լինելով հափշտակություն չհամարեց Աստված լինելը, այլ իր անձը խոնարհեցրեց եւ եկավ մարդացավ, մարդու նման եղավ։ Սա մինչև Քրիստոսի մարտանալը։ Դեռ Աստված արդեն ինքը հնազանդվում է հորը, որպես ֆունկցիոնալ դերի արտահայտություն, որով ցույց է տալի որդու հնազանդությունը դեպի հայրը եւ հոր սերը դեպի որդին եւ այդ հնազանդությունով որդու սերը դեպի հայրը։ Հիմա ավելի խորը, տեսեք, ընդհանուր առմամբ Կոնստանտինոպոլի ժողովում որոշվեց, որ Սուրբ Երրորդության գործունեությունը գործը մեկ է, անբաժանելի է։ Եվ նաեւ նրանց կամքը Սուրբ Երրորդության մեջ անբաժանելի է, բայց սա չի նշանակում, որ նրանց կամքը տարբեր չի։ Այսա կարևոր է որ մենք հիմա տեսնենք, բայց այստեղ տարբեր ասելով պիտի հասկանանք, որ այն չի նշանակում, որ մեկը մյուսին հակառակ է։ Բայց տեսեք, հոր կամքն է, որդու կամքն է։ Սուրբ Երրորդության մեջ, երբ որ մենք ասում ենք կամք, դա գալիս է նրանց աստվածային բնությունից, բայց աստվածային բնությունը երբեք չի կարող կամք արտահայտի, եթե այդ բնությունը միացված չի անձնավորության։ Միայն անձնավորությանը միացած լինելով բնությունը, անձը կարա այդ կամքը արտահայտի բնության որպես կարողություն, բնության արտահայտություն, բայց միայն անձնավորությունը։ Հիմա այս պարագայում, դրա համար մենք արդեն անգամ ասացինք, երբ որ Քրիստոսը կամքը արտահայտում, մենք ուշադիր պետք է լինենք, իր կամքի արտահայտությունը գալիս է մարդկային բնության արտահայտությունից, թե գալիս է աստվածային բնության արտահայտությունից, որովհետև անձի միջոցով է արտահայտվում կամքը։ Չնայած կամքի որոշումը կայանում է բնությունների կարողության օղակներում։ Սա կարևոր է հասկանանք։ Հիմա այս պատճառով Քրիստոսի մեջ չկա երկու անձ, Քրիստոսի մեջ կա մեկ անձ, սակայն քանի որ կա երկու կատարյալ բնություններ, կամ արտահայտությունը կարա լինի երկու տեսակետ, կարա լինի աստվածային կամքի հայտնությունը Քրիստոսի միջոցով, Քրիստոսի անձի միջոցով, եւ կարա լինի մարդկային բնության արտահայտությունը Քրիստոսի անձի միջոցով։ Այստեղ կարևոր է որ մենք սա տեսնենք։ Ես մի քիչ զուգահեռներ կբերեմ եւ կտեսնենք որ Գեթսեմանի պարտեզում Քրիստոսի կամա արտահայտությունը ասում է թող քո կամքը լինի հայր, բայց ինչ այդ ինքն ասում է եթե կարելի է չանցնի, եթե կարելի է այս բաժակը չխմեմ, սա մարդկային կամքն է, կտեսնենք այստեղ արդեն բնությունների տարբերության կամք։ Բայց քանի դեռ մենք խոսում ենք Հովանու 6, Հովանու 3-ի մեջ, այստեղ կամքի արտահայտությունը դեռ աստվածային բնության օղակներում է, մարդկային բնության կամ արտահայտությունը չի, որը հակառակ լինի, որը տարբեր լինի։ Բայց ամեն դեպքում կարող հասկանանք, որ ընդհանուր առմամբ, երբ որ Կոնստանտինոպոլի ժողովում որոշվեց, դա ադեքստրա հասկացողությունն է, որտեղ Աստծո գործունեությունը անբաժան է Սուրբ Երրորդության մեջ։ Ինչ է սա նշանակում։ Սա չի նշանակում, որ աստվածային ընդհանուր բնության մեջ որ գործունեությունը որ անում է դա մեկ, սա չի նշանակում, որ տարբեր ֆունկցիոնալ անձերի դերերի մեջ տարբեր գործեր չեն։ Այո, մեկ գործ է, բայց տարբեր ֆունկցիոնալ դերերով։ Օրինակ տեսեք, այսպիսի օրինակ բերեմ, ես ավելի հետո աստվածաշնչյան հատվածով կասեմ։ Հիմա տեսեք, մարդիկ տունը վերանորոգում են։
ասենք 4 հոգի, 3 հոգի վերանորոգում են տունը։ Նրանք կատարում են մեկ գործ, վերանորոգում են տունը։ Որն է գործը նրանց արած։ Վերանորոգել տունը։ Սա մեկ գործ է։ Սակայն այդ գործի մեջ մեկը գաջում է պատը, մեկը ներկում է պատը։ Տեսնում եք, մեկը շարում է պատը։ Այսինքն նրանք նույն գործն են անում, բայց տարբեր գործողություններ նույն գործի մեջ։ Այսինքն նույնպես մենք տեսնում ենք հայրը արարչագործության մեջ ծրագրում է արարչագործությունը, որդին իրականացնում է այդ հոր ծրագրածը, որպես խոսք միջոցով նույնպես կտեսնենք, որտեղ հայրը արարչագործությունը կատարում է խոսքի միջոցով, ասեց եւ եղավ, իսկ այդ ասեց եւ եղավ այդ խոսքը որդին է, որի միջոցով եղավ եւ Սուրբ Հոգին որպես շիլար կատարում է սա, այսինքն սա շատ կարեւոր է, որ մենք ընկալենք։ Ուրեմն նույնն է, այսինքն նրանց գործը մեկ է, սակայն սա չի նշանակում, որ նրանք տարբեր գործողություններ չեն անում։ Նույնպես կամքը, երբ որ մենք խոսում ենք, նրանց կամքը մեկ է, մարդկանց փրկելու, բայց ուշադիր նայեք, այս գործի մեջ մենք տեսնում ենք հորը որպես ծրագրող փրկություն, որդին այն կատարող եւ Սուրբ Հոգին այն մեզ հրամցնող, Սուրբ Հոգին այն իրականացնող։ Այսինքն սա շատ կարեւոր է, որտեղ Սուրբ Հոգին որդուց պիտի վերցնի եւ մեզ տա։ Առանց Սուրբ Հոգու մենք որդու կատարածը չենք ընկալի։ Այս այ ամենակարևորը։ Այսինքն ամեն մեկն ունի իր յուրահատուկ ֆունկցիոնալ գործը մեկ փրկության մեջ։ Մեկ գործ է փրկել մարդուն։ Դա աստվածային գործն է փրկել մարդուն, բայց ֆունկցիոնալ 3 դերերի մեջ Աստված այն 3 երրորդության մեջ է կատարում։ Տեսեք, նույնիսկ եթե դուք անդրադառնաք Պողոս Առաքյալի աստվածաբանության ընկալման մեջ երրորդությունը միշտ արկա է։ Մեկ ուղղակի հատվածները, որ նայում եք, սա չեք ընկալում։ Նույնիսկ երբ որ Առաքյալը Կորինթոսի թղթում խոսում է պարգևների մասին, անդրադառնում է երրորդության։ Ցույց է տալի, որ այս պարգևները բաժանելու գործում նույնպես արկա է երրորդության սկզբունքը։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին։ Տեսեք, առաջի Կորինթացիս 12-րդ գլխում ես 3-րդ համարից նրա համար հայտնում եմ ձեզ, որ ոչ ոք չկա Աստծո հոգով խոսող, որ Հիսուսին նզովյալ ասե, եւ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ հոգով սրբո, եւ անմիջապես անդրադառնում է, պարգևները զանազան են, բայց հոգին նույնն է։ Սուրբ երրորդության 3-րդ անձը, Սուրբ Հոգին, պարգևները զանազան են, բայց հոգին նույնն է։ Եվ պաշտոնները, ծառայությունները զանազան են, բայց Տերը նույնն է։ Տեսնում եք, բայց Տերը Քրիստոսը նույնն է։ Եվ ներգործությունները, ուշադիր նայեք, պարգևները, պաշտոնները եւ ներգործությունները։ Ինչ տեսակ, ներգործողը ուշադիր նայեք, եւ ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է։ Տեսնում եք երրորդության խորհուրդը, այստեղ հավոր խորհուրդն է, Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է։ Հայրը ներգործում է։ Մենք տեսնում ենք, որ պաշտոնները զանազան են եւ տալիս է Քրիստոսը, այսինքն ծառայությունները մղում է Քրիստոսը։ Մենք տեսնում ենք, որ հոգին է տալի պարգևներ, այդ հատկությունները ամեն մեկ հավատացյալին ինչի մեջ է կանչել Աստված։ Տեսնում ենք, որ հոգու ներգործությունն է։ Պարգևները զանազան են, բայց հոգին նույնն է, պաշտոնները, ծառայությունները զանազան են, բայց Տերը նույնն է, եւ ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է։ Մենք Սուրբ երրորդության սկզբունքը արդեն տրինիտարիան ընդհանուր Պողոս Առաքյալի հասկացողության մեջ կա, եւ միշտ կտեսնենք, անդրադառնանք Եփեսացիս թղթում, կտեսնենք ինքը նույնիսկ ընտրության հարցում ցույց է տալի, ով ընտրեց եւ ինչի մեջ ընտրեց։ Ընտրեց Աստված, բայց այդ ընտրությունը իրականացավ Քրիստոսի մեջ, որդու մեջ։ Այսինքն ընտրողը հայրն է, բայց այդ ընտրությունը իրականանում է Քրիստոսի մեջ, որդու մեջ։ Հայրը որոշեց, որ մեր ընտրությունը իրական լինի որդու մեջ։ Այսինքն տեսնում եք, սրանք բոլորը կարևոր են եւ այս մասի խոսում է Պողոսը, այսինքն նրա ընկալման մեջ ինքը կարա չասի, Աստված ձեզ ընտրեց, բայց ինքը անդրադառնում է, որ հայրը ընտրեց որդու մեջ։ Սա հենց այնպես ինքը չի ասում, ցույց է տալի, որ ֆունկցիոնալ անձերը ամեն մեկն ունի իր գործը ընտրության հարցում, փրկության հարցում, սրբության հարցում, փառավորվելու հարցում, Քրիստոսին նմանվելու հարցում, ով է մեզ նմանեցնում Քրիստոսին։ Սուրբ Հոգին է մեզ ներկայացնում խոսքը ինչպես հայելու մեջ եւ ինչպես հոգուց մղված, ինչպես հոգուցը գրված է։ Մենք Սուրբ Հոգին է մեզ նմանեցնում ում որդուն։ Որդին ում է մեզ ներկայացնում, մենք որ նմանվում ենք որդուն, ում ենք նմանվում, այսինքն սիրելու մեջ, հնազանդվելու մեջ հորը։ Տեսնում եք, այսինքն սա կարևոր է, որտեղ որդին հոր փայլն է փառքի։
Տեսեք, սա ամենակարևոր հատվածն է, որ դուք տեսնեք Սուրբ Երրորդության միջի հարաբերությունը ինչքան կարևոր է մեր Աստված ճանաչության մեջ եւ իրար հետ ունեցած հարաբերության մեջ։ Եկեք ավելի խորը նայենք։ Հիմա մենք տեսանք Հովանու 6:30-ը, որը զուգահեռական է 3:16-17-ին։ Ինչ ասեց, մենք կարդացինք, չէ՞, որտեղ ես չեկա ոչ թե իմ կամքը անելու, ինքը հատուկ է շեշտում։ Ինքը չի ասում, որ դե մենք նույն Աստվածն ենք ավտոմատ կերպով, քանի որ Հայրը ուզեց, ես եկա կամքը կատարելու։ Չի ասում, ես չեկա հոր կամքը կատարելու, ինքը այդպես չի ասում, ասում ես չեկա երկնքից իմ կամքը կատարելու, դա շեշտում է, այլ հոր կամքը։ Ինչն է ցույց տալիս հոր իշխանությունը եւ հեղինակությունը եւ իր կամքի հնազանդությունը հոր կամքին։ Հատուկ է անում Քրիստոսը սա։ Երբ որ մենք շեշտում ենք, որ Սուրբ Երրորդության մեջ կա մեկ կամք, ինչի է մենք խոսում կամքի մասին, որտեղ մեր Հռոմեացիս 12:8-ում ասում է, որպեսզի զանազանեք Աստծո կամքը, չէ՞, Քրիստոսի մտածելակերպը ունեցեք, որ իմանաք որն է Աստծո կամքը, բարին, կատարյալ եւ հաճելին, ինչի, որովհետեւ կոնտեքստի մեջ խոսում է, որ դուք արդեն պիտի ծառայեք, դա կիրառականն է ձեր։ Պիտի ձեր կյանքը որպես ծառայություն, հասկացողությունով, սա է ձեր բանավոր պաշտոնը, հասկացողությունով ծառայությունը դրվի զոհասեղանին, բայց կենդանի զոհ, սուրբ, զատված Աստծո համար եւ Աստծուն ընդունելի, որպեսզի Աստծուն ընդունելի լինի, առաքյալն ասում է, այն պետք է մտքի նորոգությունով նորոգվի, չնմանվեք այս դարաշրջանի հատկություններին, չբերեք ներմուծեք եկեղեցի, այլ որպես զոհ Աստծո կամքը ճանաչելով պիտի ձեր ծառայությունը Աստծուն ընդունելի լինի։ Եվ կամքի ճանաչողության մեջ մենք տեսնում ենք, որ պետքա Քրիստոսի մտածելակերպ օրինակ։ Իսկ Քրիստոսի մտածելակերպը, եթե ուշադիր եք Աստված, միշտ ուղղված է դեպի Հայրը։ Ուրեմն այս պարագայում, երբ որ խոսքը գնում է մեկ կամքի մասին, այն չի նշանակում, որ ինչպես մեկ աստվածային բնություն, մեկ կամք կա։ Այդ կամքը արտահայտվում է մեկ աստվածային բնությունից, սակայն երեք անձերի մեջ ամեն մեկ անձը իր անձով այդ բնությունից արտահայտված կամք ունի առանձին։ Այսինքն հոր կամքը դա հոր կամքն է, որդու կամքը դա որդու կամքն է։ Իհարկե այն միասնական է, որդին միշտ հնազանդվում է հոր կամքին, այսինքն որդու կամքը միշտ հնազանդ է հոր կամքին, բայց որդու կամքը անձնական որդու կամքն է, հոր կամքը անձնական հոր կամքը։ Ճիշտ եք հասկանում, այսինքն ավտոմատ կերպով բնության մեջ մեկ կամք չկա։ Այո, նրանց կամքը մեկ է բնությունը, որտեղ մեկ Աստված է, բայց քանի որ երեք տարբեր անձեր են, կամքը ամեն մեկ անձ ունի կամքը իր, որը մեկ է երրորդության մեջ, բայց նույն կամքը չի։ Որդու կամքը որդունն է, Սուրբ Հոգու կամքը Սուրբ Հոգունն է, դրա համար եթե ուշադիր նայեք, անձերի մեջ տարբերություն տեսնեք։ Հիսուսն ասում է, եթե ես չգնամ, նա չի գա։ Եվ ուշադիր եղեք, կտեսնեք, որ Հայրն է որոշե ով գնա, ով գա, այսինքն սրանք կարևոր է, որ դուք տեսնեք Սուրբ Երրորդության մեջ։ Տեսեք, 5 կտակարանում, եւ մենք հարց կտանք, կպատասխանենք, ինչպիսի հարց։ Սիրո աղբյուրը Հայրն է, թե որդին, թե Հոգին։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք սիրո մասին, ինչ ենք հասկանում, կամ կամքի մասին, ինչ ենք մենք հասկանում։ Սերը պետք է ուշադիր լինենք, այն բնության ատրիբուտ է, բնության բաղադրիչ է, թե անձից ինչ որ մի բան է։ Սերը բնության հետ է կապված։ Աստվածային սերը, որպես աստվածային բնություն, կրում են Սուրբ Երրորդության բոլոր անձերը, աստվածային սերը։ Բայց որպես սիրո աղբյուր Քրիստոսը ցույց է տալիս Հորը, այսինքն աստվածային սիրո աղբյուրը ուղղված դեպի մարդը, Հայրը այնպես սիրեց աշխարհը, Աստված այնպես եւ որ իր որդուն ուղարկեց։ Այսինքն տեսեք, աղբյուր Քրիստոսը ներկայացնում է Հորը։ Այո, ինչի՞, որովհետեւ որպես սիրո հատկություն, դա բնության հատկությունն է, աստվածային բնության հատկությունն է այդ սերը։ Եվ երեք անձերն են նույն Աստվածն է, նույն բնությունը ունեն, սակայն քանի որ տարբեր ֆունկցիոնալ դերեր ունեն, այդ սերը արտահայտվում է անձի միջոցով, ինչպես կամքն է արտահայտվում անձի միջոցով, այդ կամքը պարունակում է հատկություն այդ բնության։ Այսինքն աստվածային բնության սերը արտահայտվում է Հոր միջոցով, սա Հոր սերն է ուղղված դեպի երկիր։ Հիմա որդին ինչքանով է սիրում մարդկությանը, որտեղից կարանք իմանալ, սերը որտեղ է արտահայտված, արդեն նույն աստվածային բնության մեջ որդու սերը արտահայտվելով որդու անձով համաձայնվում է Հոր հետ գա եւ մարդանա, մարդկանց համար մահանա,
Սերն է արտահայտում նաև մարդկանց համար հոր կամքը, քանի որ հայրը ասում է մարդկանց սիրում եմ, որդին ասում է այո, Տեր, կատարում եմ քո սիրո հրաման։ Ճիշտ եք հասկանում ինչի մասն է խոսքը։ Այսինքն հնազանդվում է հորը։ Այսինքն երեք անձերի մեջ, երբ որ խոսքը գնում է սիրո մասին, մենք պետք է հասկանանք, սերը դա աստվածային բնության բաղադրիչն է, սակայն ամեն մեկ անձնավորություն այդ սերը արտահայտում է յուրահատուկ իր անձի տեսանկյունից։ Հոր սերն է, որդու սերն է, Սուրբ Հոգու սերն է։ Այո, այդ սերը մեկ բնության բաղադրիչը, հատկություն է, սակայն տարբեր անձերը այդ հատկությունները արտահայտում են իրենց անձերից ելնելով։ Սա կարևոր է հասկանալ։ Եթե դուք սա չընկալեք, դուք ուղղակի ունիտարիզմի մեջ կլինեք եւ չեք կարող Աստվածաշնչյան շատ հատվածներ բացատրել։ Կգնեք օտար վարդապետությունների մեջ, կսկսեք Քրիստոսին աստվածությունից զրկել, ինչպես Եհովայի վկաները։ Տարբեր բաներ կանեք, տարբեր վարդապետություններից, որոնք այսօր հետևում են որոշ մարդիկ։ Դուք կգնեք ունիտարիզմի մեջ։ Դրա համար Սուրբ Երրորդության հետ հաշվի նստելը շատ կարևոր է եւ Աստվածաշնչյան ճանաչողությունը առավել խորանա հարաբերությունների հարցում։ Այսինքն, երբ որ խոսքը գնում է կամքի մասին, կամքը նույնպես այն բնության, ընդհանուր բնության արտահայտությունն է։ Ամեն մեկ բնություն ունի իր հատկությունից արտադրված կամք, բայց այդ կամքը երբեք չի կարող արտահայտվի, եթե գոյություն չունի անձնավորություն, որը կրում է այդ բնությունը։ Կամքը բնության հատկություններից արտադրված է, այսինքն կամքը, օրինակ, Աստված ցանկանում է մի մեծ արարչագործություն անի։ Եթե ինքը չունի կարողություն արորելու, այսինքն եթե ամենակարող չի, այդպիսի կամք չի ունենա։ Այսինքն կամքը դա ամբողջությունն է հատկությունների, սակայն այդ կամքը միայն բնության օղակներում չի կարող արտահայտվի, եթե չկա անձնավորություն, ով կրում է այդ բնությունը։ Դրա համար երեք անձնավորություններ ունենալով մեկ կամք, այսինքն կարողությունից, աստվածային բնության կարողությունից արտահայտված կամք, արտահայտում են ամեն մեկը իրենց անձերով։ Հայրը կամք ունի աշխարհը փրկելու, որդին կամք ունի հոր կամքին հնազանդվելու եւ կատարելու գործը փրկության, Սուրբ Հոգին կամք ունի հրամցնելու որդու կատարածը, հոր ծրագրածը, որդու կատարածը հրամցնելու ամեն հավատացյալի։ Այսինքն հավատացյալի կյանքում փրկությունը կիրառելու, դա Սուրբ Հոգու գործն է։ Տեսնում եք, այսինքն ամեն մեկը ունեն իրենց կամքը, մեկ կամք է փրկել մարդուն, բայց մեկը ծրագրում է փրկությունը, մեկը կատարում է փրկությունը, մեկը փրկությունը կիրառում է մարդու վրա։ Տեսակ։ Շատ կարևոր է սա։ Այսինքն երրորդությունն է գործում նաև մեր փրկության։ Նույնը սրբության, չեմ ուզում ավելի խորանալ։ Մեկ այլ հատված նայենք ավելի խորը։ Այստեղ կարևոր է ուշադրել, երբ որ մենք ասում ենք սիրելիներս, դրանք ունեն, որ Սուրբ Երրորդության բնության մեջ կա մեկ կամք, մենք այստեղ պետք է հասկանանք, որ երբ որ ասում ենք դրանք նաև ունեն տարբեր կամքեր, որտեղ տարբեր անձեր են, սա պետք է հասկանանք, որ սա չի նշանակում, որ այդ անձերի կամքը իրար հակառակ կարա լինի, ոչ։ Աստվածային բնության մեջ ոչ, բայց արդեն տեսեք հիմա մենք անդրադառնում ենք Քրիստոսի մարդկային բնության եւ տեսնում ենք արդեն մարդկային բնության կարողության օղակներում արտահայտված կամք անձի միջոցով։ Քրիստոսը մեկ անձ է։ Ես մի քանի անգամ կկրկնեմ, որպեսզի սա առավել Սուրբ Երրորդության սկզբունքը մեր մեջ հասկացվի։ Քրիստոսը մեկ անձ է, ում մեջ միացած են երկու կատարյալ բնություններ անխառն։ Մեկ բնությունը մյուսի վրա չունի ազդեցություն։ Հիմա այս պարագայում, երբ որ մենք անդրադառնում ենք Գեթսեմանի պարագայում, երբ որ Քրիստոսն ասում է. «Հայր, եթե կարելի է այս բաժակը ինձանից անցնի», այստեղ տեսնում ենք արդեն Քրիստոսի մարդկային բնությունից անձի միջոցով արտահայտված կամքը, որը հակառակ է ինչ որտեղ Աստծո կամքին։ Հայրը կամենում է, որ որդին մահանա, բայց որդին մարդկային բնություն ասում է, եթե կարելի է չմահանամ։ Բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, որպես մարդ, այլ ինչպես քո կամքն է։ Տեսեք, որդին այստեղ մեր օրինակն է, որքանով էլ որ ինքը չի ուզում մահանա, ամբողջական հնազանդվում է հոր կամքին։ Հայ, եթե դու ուզում ես, թող քո կամքը լինի, ոչ թե իմ կամքը, այլ քոնը լինի։ Այստեղ տեսնում եք արդեն մարդկային բնության օրինակը, ասենք Քրիստոսը մարդացավ, որ մեզ ցույց տա, թե ինչքանով է մենք պետք հոր կամքին հնազանդվենք։ Եվ ինքը սա անում է։ Որքանով էլ որ մենք որպես մարդ ունենք այլ ընկալում, այլ նպատակ, այլ բան եք ուզում,
բայց մենք հասկանում ենք, այսինքն Քրիստոսի բaragայում ինչ ենք տեսնում, որքանով էլ որ Քրիստոսը ցանկություն ունի որպես մարդ ապրելու ու չմահանալու, դա բնական է մարդու համար։ Մարդը չի ուզում մահանա, ուզում է ապրի։ Քրիստոսը սա է արտադրում, բայց նրա համար ապրելու ցանկությունը ավելի փոքր է, քան թե հոր կամքը կատարելը։ Իսկական հոր կամքը ավելի մեծ է Քրիստոսի համար ցանկանալ հոր կամքը անել, քան թե ապրելու ցանկությունը։ Ինքը սա իր կամքը արտահայտում է որպես մարդ, եթե կարելի է, հայր, բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես դու։ Տեսնում եք հարաբերությունների տարբերությունը, սա մարդկային բնության հետ կապված է, բայց երբ որ խոսքը գնում է Հովանու 3, 16, 17, 6-րդ գլխի մասին, այդտեղ աստվածային կամքի մասին, այստեղ բնությունների, այդտեղ մեկ բնության մեջ է կամքը արտահայտվում, այստեղ տարբեր բնություններ արդեն կան, աստվածային կամքի եւ մարդկային կամքի տարբեր։ Դա համար այդտեղ ասում են, եթե կարելի է, տեսնում եք տարբեր կամքեր։ Հիմա որպեսզի ավելի ճիշտ ընկալեք, հիշեք, որ որովհետև շատերն ասում են, բայց չէ որ Քրիստոսը Աստված է, ինչի է այդպես ասում, չէ։ Երկրի վրա Քրիստոսը խոսում է որպես կատարյալ մարդ։ Կատարյալ մարդու հատկությունն է ցանկանալ ապրել, չմահանալ։ Որտեղ եթե ուշադիր նայեք Ծննդոց գրքում Աստված մարդուն չստեղծեց մահանալու համար։ Ասեց նույնիսկ չուտես, որ չմահանաս։ Այսինքն մարդուն ստեղծվել էր Աստծո փառքի համար, ապրելու համար եւ այդ ապրելով փառավորել Աստծուն, Աստծո կամքը կատարել, մշակել այդ դրախտը, որը եւ վայրեր եւ Աստծո հետ հարաբերություններ պետքա պահեր Ադամը։ Հիմա տեսեք, Քրիստոսը պահեց այն եւ մեզ տվեց այդ կատարելությունը։ Հիմա մենք ունենք նոր բնություն։ Սեղ կարևոր մի սկզբունք կա, որ ես ում հասկանանք։ Երբ որ խոսքը վերաբերվում է Քրիստոսի մարդկային բնության, ուշադիր նայեք մի կարևոր բան։ Խնդիրը նրանք, որոնք ասում են, որ Աստված է խոսում Քրիստոսի միջոցով, ոչ մարդը, որովհետև Աստված չի փորձվում։ Այս փորձությունը ամենամեծ փորձությունը Գեթսեմանի պարտեզն է, երբ որ Քրիստոսը պիտի մահանա, փրկությունը կատարի։ Այստեղ է որ Սատանան սկսում է հարվածել եւ փորձել, անդադար, նույնիսկ խաչի վրա չի դադարում փորձել Քրիստոսին որպես մարդ։ Քրիստոսը խաչի վրա որպես մարդ է։ Այո, Աստվածային բնությունը նույնպես խաչի վրա է, բայց որպես մարդ է Քրիստոսը, ասի որտեղ իրանք անբաժան են։ Քրիստոսի անձի մեջ աստվածային կատարյալ բնություն եւ մարդկային կատարյալություն երբեք չեն բաժանվում։ Խաչի վրա աստվածային բնությունը չի հեռանում Քրիստոսից, մնում է խաչի վրա, բայց աստվածային բնությունը անցնում է մահվան միջոցով, որովհետեւ այդ բնությունը միացած է կատարյալ մարդկային բնության, որը ունի մահանալու հատկություն։ Դրա համար սա մեզ համար անհասկանալի է, բայց խաչի վրա այդպես չի որ Քրիստոսի աստվածային բնությունը լքում է Քրիստոսին, խաչի վրա մնում է միայն Քրիստոս մարդը։ Ոչ, Քրիստոսը միշտ մարդ եւ Աստված է, միշտ անբաժան։ Սա պետք է հասկանալ։ Բայց երկրի վրա Քրիստոսը օգտագործում է որպես Մեսիա, Քրիստոս, Մեշուա, Օծյան, մարդկային հատկությունը, մարդկային բնությունը, որտեղ որպես երկրորդ Ադամ է ինքը ասում, պիտի կատարյալ լինի այդ անցումի մեջ։ Հիմա սա առաքելությունն է, որ Աստված ուղարկեց։ Ժամանակ ասում, որ ինքը հնազանդվեց հոր կամքին Աստված լինելով եւ սահմանափակեց իր աստվածությունը։ Մարդկային հատկություն, մարդկային բնություն վերցնելով։ Հիմա այստեղ կարևոր անցալենք, որ Աստված ինչի Քրիստոսը չի փորձում որպես Աստված, որտեղ Հակոբոսի թղթում մենք կարդում ենք Հակոբոս 1:13-ում Աստված չի փորձվում։ Դուք չեք կարող Աստծուն փորձեք։ Եվ ոչ էլ Աստված է չար բաներով փորձում։ Դուք չեք կարող Աստծուն հրապուրեք, Աստված չի հրապուրվում։ Դա համար երբ որ խոսքը գնում է Քրիստոսի փորձության մեջ, երբ որ Սատանան փորձում է Քրիստոսին, Սատանան չի փորձում Քրիստոսի աստվածային բնությունը, փորձում է մարդկային բնությունը։ Ինչի՞, որովհետև Աստված չի փորձվում չար բաներով, որովհետև մեկը չի կարող Աստծուն գայթակղեցնի։ Այստեղ է կարևոր, որ մենք հասկանանք, որ Քրիստոսը փորձում է որպես մարդ։ Սա կարևոր է։ Հովանու 10:36 եկեք անդրադառնանք։ Հովանու 10:36-ում Քրիստոսը խոսում է փարիսեցիներին, հրեաներին, որոնք լավ ծանոթ են, ուշադիր նայեք, ապա նրան, որ հայրը սրբեց եւ ուղարկեց աշխարհ, դուք ասում եք, թե հայոյում ես, որ ասեցի, թե Աստծո որդի եմ։ Ինչ եք տեսնում, ինչի՞ եմ ես այս հատվածը առաջ բերում։ Ինչ եք տեսնում, հոր ֆունկցիոնալ դերի մեջ էլ ինչն է մտնում։ Ապա նրան, որ հայրը, տեսեք Քրիստոսը շեշտում է, ապա նրան եւ իր մասին է խոսքը։ Ապա նրան, որ հայրը սրբեց եւ ուղարկեց աշխարհ, դուք ասում եք, թե հայոյում ես, որ ասեցի, թե Աստծո որդի եմ, սա չի նշանակում, որ Քրիստոսը սուրբ չէր, հայրը նրան սրբեց։ Սուրբ բառը քադոշ ընկալումն է, այագիոս ունարել, որ նշանակում է առանձնացնել, զատել, հատուկ միսիայի, հատուկ առաքելության համար։ Ապա նրան, որ հայրը սրբեց, սա նշանակում ապա նրան,
որ հայրը առանձնացրեց Սուրբ Երրորդության մեջ, հայրը չի ուղարկում Սուրբ Հոգուն որպես փրկությունը կատարելու, առանձնացնում է որդուն փրկությունը կատարելու։ Հիսուսն ասում է, ապա նրան, որ հայրը զատեց եւ ուղարկեց, դուք նրան չեք ընդունում եւ ասում եք, որ ես հայրում եմ, որտեղ ասում եմ, որ ես Աստծո որդին եմ։ Տեսնում եք, ինչ եք տեսնում այստեղ, որ Հիսուսը նույնպես բարձրացնում է հոր ֆունկցիոնալ դերը, հեղինակությունը զատելու, առանձնացնելու գործոնում։ Հոր ծրագիրն է եւ հայրը որոշեց ում ուղարկի, որդու թե Սուրբ Հոգու սկզբից, որպես մխիթարիչ։ Հայրը որոշեց, որ ուղարկի որպես մխիթարիչ Հիսուսին սկզբից։ Հետո որոշեց, որ ուղարկի նաև Սուրբ Հոգուն Հիսուսի փոխարեն, երբ որ Հիսուսը արդեն փառավորված աջ կողմը նստեց։ Հիմա շատ կարևոր է սա հասկանալ։ Այստեղ Հիսուսը նույնպես ասում է, որ հայրը սրբեց ուղարկեց, այսինքն ես ինձանից չեմ եկել, հայրը ինձ որոշե, հայրն ազատ է իմ ֆունկցիոնալ դերը կատարելու որպես փրկիչ։ Սա նույնպես կարևոր հատված է, տեսեք, Հիսուսը չի ասում, որ ես կամավոր եկա, կարա չի ասի, Սուրբ Երրորդության երկրորդ ազնը կարա ասի, դե ես եկա, այսինքն որպես Աստված ես եկա, ոչ, ասում է հայրը, ես կամավոր չեկա, հայրը ծրագրեց, հայրը հաստատեց, հայրը զատեց, որոշեց եւ ինձ ուղարկեց, իսկ դուք չեք ընդունում հոր ուղարկածը։ Սա կարևոր է։ Միշտ կտեսնեք, որ որդին Սուրբ Երրորդության մեջ, ֆունկցիոնալ դերերի մեջ որդին միշտ բարձրացնում է հոր հեղինակությունը եւ միշտ արտահայտում է իր հնազանդությունը, իր համաձայնությունը հոր կամքին, ունենալով իր անձնական կամքը։ Տեսեք, այստեղ կարևոր սկզբունք կա, որ միշտ որդու նպատակն է ցույց տա հոր իշխանությունը եւ բացատրի, որ որդու կամքի արտահայտությունն է հնազանդվելու հորը։ Այստեղ շատ կարևոր է։ Այսինքն որ մենք խոսում ենք որդու կամքի մասին, երբ որ մենք ասում ենք Քրիստոսի միտքը ունենալ, առաջնային ինչ հատկություն կա Քրիստոսի կամքի հետ կապված։ Դա եթե Քրիստոսի հասկացողությունը կամքի ընկալումը մենք ունենք, որպես Քրիստոսի միտքը ունեցողներ, ուրեմն ինչ եք տեսնում, Քրիստոսի հնազանդությունը ինչի հետ է կապված։ Իր աստվածության խոնարեցնելու, ճիշտ է, որպես ֆունկցիոնալ դեր, ինքը որդի է հավիտենական, ինքը խոնարհվում է հոր կամքին։ Նույնն է մեր սկզբունքի մեջ։ Եթե մենք ասում ենք որդու նման ենք մտածում, բայց մեր դիմացինից մեզ ավելի բարձր ենք ընդունում, սա ցույց է տալի, որ մենք մեր շահն ենք փնտրում, ինչը որդին չի փնտրում իր շահը։ Որդին փնտրում է հոր շահը։ Այստեղ տեսնում եք, շահը փնտրելով ինչ անում, հնազանդվում է հոր կամքին։ Ուրեմն, երբ որ մենք փնտրում ենք մեր դիմացինի շահը, սա Քրիստոսի միտքն է, սա Փիլիպպեցիս թուղթն է խոսում։ Նույնը մտածեք ինչպես Քրիստոսը եւ ամեն մեկը ձեր դիմացինին ձեզանից կարեւոր ընդունեք։ Ինչի, որտեվ հայրն է որոշում ով է։ Հնազանդվում եք հոր կամքին։ Ինչի Քրիստոսը խոնարհվեց, հոր կամքին հնազանդվեց։ Այստեղ է կարեւոր։ Ինչի եմ ես դիմացինից կարեւոր ընդունում, հայրն է այդպես ուզում։ Տեսնում եք, սա շատ կարևոր է, սա Քրիստոսի մտածելակերպն է։ Սա կարևոր է, որ մենք ընկալենք։ Առաջի Կորինթացիս 8:6-ում Պողոս առաքյալն ասում է, բայց մեզ համար մեկ Աստված կա, հայրը, ուշադրեք, որից են ամեն բաները, ումից, հորից, սա Պողոսն է ասում։ Եվ մեկ նրա համար, բայց մեզ համար, հավատացյալներից համար, մեկ Աստված կա, հայրը, որից են ամեն բաները, եւ չի ասում միայն հայրն է Աստված, որից են ամեն բաները եւ մեկ նրա համար, հոր համար, եւ մեկ Տեր մեզ համար, Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները եւ մեկ նրանով։ Շատ կարեւոր մի հատված, որտեղ ուզում եմ տեսնեք։ Հայրը անդրե։ Միշտ սա կտեսնեք, որ հավատացյալներին ընտրողը հայրն է։ Բայց մեզ համար մեկ Աստված կա, հայրը, որից են ամեն բաները։ Հորից են, հայրը այստեղ ինչ է տեսնում։ Այստեղ Պողոս առաքյալը ցույց է տալի հորը որպես ամեն ինչի աղբյուր, որից են ամեն բաները։ Ինչը, ծրագրերը, սերը, որոշումները, ընտրությունները, որից են ամեն բաները։ Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները, ով կատարում է հոր որոշածը։ Տեսնում եք, իմ ավելի խորն ենք սա տեսնելու։ Եվ նույնը կտեսնեք, սա զուգահեռ է առաջագործության Հովանու 1:1-ին, երբ որ հայրն է Աստված եւ ստեղծագործում, բայց խոսքով հայրը ասեց,
որդին է, խոսքը որդին է, մարմնացած որդին է, այսինքն որդու միջոցով, հորից որդիով։ Տեսնում եք սա, ամեն ինչի մեջ, առաջագործության, փրկության, սրբության, փառավորման, այն ինչ Աստված ծրագրել է երկրի վրա, հորից որդիով, որդու միջոցով։ Եվ Աստված ասեց, եւ Աստված օգտագործեց խոսքը, ասեց, այդ ասեցը խոսքն է, որդին է։ Հայրը արարեց, բայց ասելով, խոսքով, որդիով։ Եվ եկեք կարդանք Հովանու առաջինը, որ տեսնեք ինչ կարևոր է սա։ Եվ սկզբում էր խոսքը, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր։ Ինքը զուգահեռ է անում Ծննդոց 1:1-ին։ Եվ Աստված ասեց, չէ՞, եկեք անդրադառնանք։ Հիմա այստեղ ասում այդ ասելը, այդ խոսքը Աստծո մոտ էր։ Այդ խոսքով Աստված արեց, ինչ որ ուզեց անի։ Ու զոհը Աստված է, հայրը, խոսքի միջոցով արեց, խոսքը որդին է։ Ասում այդ խոսքը սկզբից էր, եւ այդ խոսքը Աստծո մոտ էր, հոր մոտ էր, եւ այդ խոսքը Աստված էր, Հիսուս Քրիստոսը։ Նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Քրիստոսով, խոսքով եղավ։ Ով աղբյուրը, որ արարչագործություն լինի, հայրը որդիով արեց։ Այս սա կարևոր է։ Ուշադիր նայեք Եփեսացիս 1:4-ը։ Այստեղ ընտրությունն է։ Տեսեք ով է ընտրողը։ Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծվելուց առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով։ Տեսեք մի քիչ վերև, եթե երրորդ համարը նայեք, տեսեք ով է ընտրողը։ Ուշադիր նայեք խնդրում։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, այսինքն որ ինքը վերևում ասում է օրհնյալ է Աստված, ում է ասում։ Տեր Հիսուս Քրիստոսի հայրը։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ օրհնեց, օրհնության աղբյուրը ով է այստեղ ներկայանում, հայրը, որ մեզ, բայց ում միջոցով, Հիսուս Քրիստոսով։ Տեսեք, օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգեվոր օրհնություններով, երկնավոր բաներով Քրիստոսով։ Օրհնողը հայրն է, օրհնությունը իրականացնում է Քրիստոսով մեր վրա։ Ինչպես որ ընտրեց մեզ նրանով, ընտրողով է հայրը, ումով Քրիստոսով, եւ ինչպես դերեք, որպեսզի տեսեք, ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծվելուց առաջ, այսինքն աշխարհի ստեղծվելուց առաջ հայրը ընտրեց մեզ, որ մենք Քրիստոսի մեջ լինենք ընտրվածներ։ Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծվելուց առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով, մեզ առաջուց սահմանելով, որ իրեն որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի միջոցով իր կամքի հաճության պես, հոր կամքի հաճության պես Հիսուս Քրիստոսով։ Այսինքն մեզ ընտրողը Աստված է հավիտենականության մեջ, բայց մենք ընտրված ենք այդ Աստծո ընտրությունով միայն Քրիստոսի մեջ։ Քրիստոսի մեջ մենք հոր կողմից ընտրվածներ չենք։ Քրիստոսի մեջ ենք մենք դառնում հոր կողմից ընտրվածները։ Տեսնում եք։ Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծվելուց առաջ, առավել խորը հիմա սա կարանք տեսեք։ Հռոմեացիս 8:29, բայց գիտենք, որ Աստծո սիրողներն ամեն բաները գործակցեն դեպի բարին, նրանց որ նախասահմանումելով կանչված են։ Հիմա նայեք, որտեղ նրանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպանակի, ով հայրը, ով մեզ սկզբում ճանաչեց։ Չէ՞ որ Հիսուսը շեշտում է, հորինն էիք, հայրը ձեզ տվեց ինձ։ Տեսեք, բայց գիտենք, որ Աստծո սիրողներին ամեն բաները գործակից են դեպի բարին նրանց, որ նախասահմանելով կանչված են, իսկ հավատացյալները Քրիստոսի մեջ, որտեղ նրանց որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպանակիցներով, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ, որ Քրիստոսը անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ։ Մեզ հայրը որոշեց Քրիստոսին նմանեցնելու։ Հայրը որոշեց Քրիստոսին մարդացնելու։ Քրիստոսը հնազանդվում է հորը, եւ այստեղ է, երբ որ մենք հնազանդվում ենք Քրիստոսին, հնազանդվում ենք հորը։ Դամար Հիսուս ասաց, եթե ինձ չեք ընդունում, ինձ ուղարկողին չեք ընդունում։
Իմ խոսքը չլսողը ինձ չի որ չի լսում, ինձ ուղարկողի խոսքը չի լսում։ Տեսնում եք։ Այսինքն Քրիստոսի միջոցով Հայրը որոշեց, որ ամեն բան ամբողջացնի Քրիստոսի մեջ։ Դա Հայրն է որոշել։ Ինչ եք տեսնում։ Հիսուսը սա է անում, հոր հեղինակությունը որպես որոշողի, որպես ծրագրողի, որպես աղբյուրի։ Ամեն բան նրանով, բայց մեկ Տեր ունենք, որով Քրիստոսով։ Սա կարևոր է, այսինքն միշտ հատվածներում արկա է Սուրբ Երրորդության անձերի մեջ ֆունկցիոնալ դերը, ով մեզ ճանաչեց, Հայրը, եւ մենք պետք է տեսնենք, որ ասա հոր մասին է խոսքը եւ հոր ճանաչածն է, որ մեզ սահմանեց իր որդու պատկերին։ Այսինքն Եփեսացիս թղթում ինչ կարդացինք, մեզ ընտրում է Հայրը, բայց նաեւ Հայրը ընտրում, որ մենք Քրիստոսի մեջ լինենք ընտրվածներ։ Քրիստոսից դուրս մենք ընտրվածներ չենք կարող լինենք։ Այս հատվածում արդեն առաջի Պետրոս 1:20-ում մենք տեսնում ենք, որ նույնիսկ Հայրն է որոշում, թե Քրիստոսը ինչ պիտի անի, այսինքն որդին ուշադիր նայեք, տեսեք, հիմա ես ցույց կտամ ձեզ։ Տեսեք, ես կընթերցեմ 20-21 համարները առաջի Պետրոսի, առաջի գլխի, որ առաջուց ճանաչված էր աշխարհի սկզբից առաջ Քրիստոսի մասն, այլ Քրիստոսի պատվական արարով, երբ որ խոսքը գնում է փրկության մասին, գիտենալով, որ ոչ թե 18-ից, գիտենալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկիով փրկվեցաք ձեր հայրավանդ ու լայն վարմունքիցը, ուշադիր, այլ Քրիստոսի պատվական արյունովը փրկվեցինք, ինչպես մի ամբից եւ ալրանդ գառի Քրիստոսի մասին է խոսքը, եւ անմիջապես ասма, այդ ով է այդ Քրիստոսը, որ առաջուց սկզբից հավիտենականության մեջ ճանաչված էր հորից, ճանաչված էր աշխարհի սկզբից առաջ որպես փրկիչ, բայց ժամանակների վերջում երևցավ ձեզ համար, ձեզ նրանով այն Աստծուն հավատացողներից, որ նրան մեռելներից հարուցեց եւ փառքը նրան տվավ, որ ձեր հավատքը եւ հույսը Աստծո վրա լինի։ Ուշադիր եք, խոսքը գնում է հոր մասին, ով որոշեց եւ զատեց Քրիստոսին այդ ծրագրի համար, փրկության համար, հավիտենականության մեջ, տեսեք, ինչ են կարդում, որ առաջուց ճանաչված էր աշխարհի սկզբից, ճանաչված է մտերիմ հարաբերություն, սկզբունք մտերիմ, որ առաջուց ճանաչված էր, հոր կողմից ճանաչված էր, որոշված էր որպես փրկիչ, բայց ժամանակների վերջում ձեզ համար հայտնվեց, որ Քրիստոսն է այդ հոր կողմից ծրագրված փրկիչը, որ ժամանակների սկզբից ճանաչված էր աշխարհի սկզբից առաջ, բայց ժամանակների վերջում երևցած ձեզ համար, ձեզ նրանով այն Աստծուն հավատացողներից, որ նրան մեռելներից հարուցեց եւ փառքը նրան տվավ, որ ձեր հավատքը հույս Աստծո վրա լինի։ Ուշադիր եք, կարևոր մի սկզբունք։ Ինչ է խոսում, որդին ճանաչված էր որպես փրկիչ հոր կողմից։ Հայրն էր որոշել, որ որդին պիտի լինի փրկիչ, ոչ թե Սուրբ Հոգին։ Հայրն էր որոշել, բայց ինչի համար Հայրը որոշեց եւ ուղարկեց որդուն, որպիսի մահանա ոչ միայն, այլ նաև որ հարություն առնի եւ փառք ստանա, որպիսի փառքը տա որդուն։ Այսինքն աշխարհի սկզբից հավիտենականության մեջ Հայրը որոշեց, որ որդուն փառք տա արարչագործության եւ փրկության գործի մեջ։ Սա է ասում առաքյալը, որ առաջուց հոր մոտ ճանաչվեց, հոր կողմից ընտրվեց որպես փրկիչ, ուղարկվեց եւ հնազանդվեց հորը, ուղարկվեց եւ մահացավ, բայց ոչ միայն Հայրը ուղարկեց, որպեսզի գա եւ մահանա, այլ որպեսզի հարություն առնի եւ փառքը ստանա հոր։ Այսինքն Հայրը որոշեց, որ փառքը որդուն տա։ Եվ շատ հատվածներում կտեսնեք, որ որդին, ով որ որդուն է հնազանդվում, ի վերջո որդին էլ հնազանդվում է հորը, որ ամենքը լինեն Աստծո մեջ։ Այսինքն որդու միջոցով է իրականացվում։ Այստեղ է որ Սուրբ Երրորդության ֆունկցիոնալ դերը ամբողջանում, այսինքն որդին գիտի հոր կամքը եւ հնազանդվում է հոր կամքին։ Սա ամենակարևորն է, այս հնազանդությունն էլ հենց արտահայտում է որդու սերը դեպի Հայրը, որը արտադրվում է դեպի մեզ հավատացյալներից։ Հայտնություն մեկ-մեկն է, Հիսուս Քրիստոսի հայտնությունը, Հիսուս Քրիստոսի մասին հայտնությունը, որ Աստված տվավ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի եւ իմացրեց իր հեշտակների ձեռով ուղարկելով իր Հովանես ծառային, այսինքն որպեսի ծառան տա 7 եկեղեցիներին եւ 7 եկեղեցիները հայտնեն մեզ։ Այսինքն Հիսուս Քրիստոսի մասին հայտնությունը, որ Աստված տվավ իր ծառաներին ցույց տալու։ Հայրը ասեց, որ Հիսուս Քրիստոսի հայտնությունը իր ծառաներին տան։ Եվ այդ ծառաները հանձնեն եւ Հովանեսի միջոցով այն 7 եկեղեցիների նամագրվի ուղարկվի եւ 7 եկեղեցիների միջոցով մենք ունենանք սա։ Տեսնում եք, սա կարեւոր է, որպեսզի մենք հասկանանք։ Առավել խորը կարող տեսնեք առաջի Կորինթացիս 15-րդ երբ ես վերջացնում եմ, որպեսզի մենք տեսնենք ընդհանուր առմամբ ինչա կատարվում ամբողջությամբ վերջնականում։
Առաջի Կորինթացից 15, եթե ուշադիր եք, առաջի Կորինթոսում Պողոս Արաքյալ ինչքան տրինիտարիա երրորդություն օգտագործում, որովհետև պետք է որ 25-ից կընթերցեք մինչև 28 համարը, որովհետև պետք է որ նա թագավոր է, որդու մասին է խոսքը, միջև որ բոլոր թշնամիներն իր ոտների տակ դնե։ Եվ իմիջիալոց 5 կտակարանում Եսայի 6-րդ գլխում Եսային տեսնում է Քրիստոսին որպես թագավոր, որի քաղաքը փակել ամբողջ տաճարը, Քրիստոսին է տեսնում թագավոր։ Որոշակի նշույլներ կա երրորդության, երբ որ նաև 5 կտակարանում, բայց պետք է ուշադիր լինենք։ Որտեվ պետք է որ նա թագավոր է, միջև որ բոլոր թշնամիները իր ոտների տակ դնե, հետին թշնամին որ կխափանվի մահն է, վասնզի ամեն բան հնազանդեցրեց նրա ոտների տակ։ Հայրը, ով հնազանդեցրեց ամեն բան Քրիստոսի ոտների տակ, հայրը։ Բայց երբ որ ասե թե ամեն բան հնազանդ է նրան, հայտնի է որ բացի նրանից որ ամեն բան հնազանդեցրեց նրան Աստծուց։ Տեսնում եք խոսում է երրորդության մասին։ Բայց երբ որ ամենը կանազանդի նրան, այս ժամանակ ինքը որդին է կնազանդվի նրան, այսինքն հորը, որ ամենը հնազանդեցրեց որդուն, որ Աստված լինի ամենը ամենում, որ սուրբ երրորդության մեջ Աստված լինի ամենուր, այսինքն լինի մարդ, որի մեջ սուրբ հոգին է, Աստծո երրորդության անձը։ Տեսնում եք, երկնքում մենք սուրբ հոգին, որ մենք ունենք, այն հավիտյան է մեզ տրված։ Սուրբ հոգին սուրբ երրորդության երրորդ անձն է, որ բնակվում է ամեն հավատացյալի մեջ։ Այսինքն որպեսզի Աստված լինի ամենը ամենում։ Սա հոր ծրագիրն է, որի մեջ գործում է որդին եւ սուրբ հոգին, այսինքն սուրբ երրորդությունը գործում է ընդհանրապես փրկության եւ հոր փառքի գործի մեջ։ Սա կարևոր է որ մենք տեսնենք եւ 5 տականից սկսած իհարկե այդ մասին չի խոսում Աստված, որտեղ այնտեղ կա բազմաստվածության պոլիտեիզմի գործոնը, որտեղ եթե Աստված խոսեր երրորդության մասին, հավանական է մարդիկ սկսեին 3 աստվածներ ընկալել, որտեղ այդ ժամանակ դրանց միտքը նորոգված չի հայտնություններով։ Նրանք ուղղակի իրաց հայտնության բաժնի դիսպենսացիայի մեջ ընկալում են մեկ Աստված։ Դա համար Աստված խոսում է մեկ անձի մասին, սակայն մեկ Աստված լինելով չի խոսում որ ինքը երրորդություն չի։ Մեկ Աստված ի նկատի ունի, որ ես ձեր կուռքերի նման տարբեր աստվածներ չեմ։ Ես մեկ Աստված եմ եւ իրական Աստվածը ես եմ։ Այդտեղ Աստված այս հարցն է լուծում, պոլիտեիզմի, բազմաստվածության, չի լուծում երրորդության հարցը։ Իսկ մեր պարագայում նոր կտականում, արդեն մանավանդ հարաբերությունների մեջ, մենք հարաբերությունները քաղում ենք սուրբ երրորդության 3 ֆունկցիոնալ տարբեր անձերի դերերից։ Ինչպես է հնազանդվում որդին հորը եւ ինչպես է հայրը սիրում որդուն։ Հիմա առավել խորն է սա, որ մենք հասկանանք, այսինքն ի վերջո մենք տեսնում ենք, որ պետքա ինչ լինի 28 համարը, բայց երբ որ ամենը հնազանդվի նրան, այսինքն հայրը այնպես ալու, որ գան որդուն հնազանդեն, հայրը տալի մեզ որդուն եւ որդին պահում է, վերջին օրը նա մեզ հարություն կտա։ Բայց ի վերջո մենք ինչ ենք տեսնում, որ բոլորը երբ որ արդեն թիվը կլրանա, բոլորը կանազանդվեն որդուն, այսինքն արքայության քանակը մարդկանց կլինի, այս ժամանակ որդին ինքը կանազանդվի հորը եւ ինչ կլինի։ Որդին էլ կանազանդվի նրան, որ ամենը հնազանդեցեց նրան, որ Աստված լինի ամենը ամենում։ Այսինքն երրորդությունը կլինի ամբողջությամբ։ Եվ մենք բոլորս կճանաչենք ինչ գործ արեց Աստված փրկության հարցում իր փառքի համար։ Եվ վերջում ավելի որպեսզի մեզ համար սա հասկանալի դառնա, կարևոր մի սկզբունք։ Տեսեք, երբ որ մենք անդրադառնում ենք Եբրայեցիս թղթում, այդտեղ կարևոր մի հատված կա, որ որդին չարչարանքով հնազանդություն սովորեց, եկեք սրան անդրադառնանք եւ ամբողջացնենք։ Տեսեք կարևոր մի սկզբունք։ Արդեն երբ որ խոսքը գնում է փորձության մասին, խոսքը գնում է Քրիստոսի մարդկային բնության մասին։ Երբեմն հեղինակը ներկայացնում է Քրիստոսին որպես առավելություն եւ որպես 5 կտակարանի ուխտի շրջանակում որպես նոր ուխտի պաշտոնյա եւ որպես քահանայապետ եւ որպես Ղևտացիներից ավելի հուդայի ցեղից մեկը եւ որպես մեկը որ իր զոհով, այսինքն որպես զոհ առավել զոհը Քրիստոսին է։ Հիմա ինչ է խնդիրը, որտեղ Եբրայեցիս թղթում ունկնդիրը մի քանի ունկնդիր կան, որոնցից նաեւ նրանք էին, որոնք չէին կարողում հուդայիզմից անցնեին Քրիստոսի, այսինքն թողնեին 5 կտակարանի ծեսերը զոհերը եւ անցնեին եւ սկսեին Քրիստոսին ընկալել որպես փրկիչ, ոչ թե կենդանիների զոհով։ Այս խնդիրը կար։ Դա համար այստեղ խոսքը գնում է նաև Քրիստոսի այս մասին որպես քահանայապետ եւ որպես որդի, ինչ է ինքն ասում ուշադիր նաև 4 համարից, եւ ոչ թե մեկին իր անձի համար պատիվ առնում, այլ նա որ Աստվածանից կանչված է ինչպես Ահարոնը որպես քահանայապետ, այնպես էլ Քրիստոսը ոչ թե ինքը իր անձը փառավորեց, որ քահանայապետ լինի, այլ նա որ ասես նա թե իմ որդին ես դու եւ այսօր ծնեցի քեզ։ Ուշադիր նայեք կարևոր մի սկզբունք։ Տեսեք,
Ինչպես էլ մի ուրիշ տեղ ասում է դու քահանա ես հավիտենական Մելքիսեդեկի կարգի պես, եւ այստեղ կարևոր մի սկզբունք կա, ես ուզում եմ որ դուք տեսնեք 8 համարում ինչպես է ամբողջանալու սա, ինչպես էլ մի ուրիշ տեղ ասում է դու քահանա ես հավիտենական Մելքիսեդեկի կարգի պես, նա որ իր մարմնի օրերում, ուշադիր տեսեք շեշտը, մարմնի օրերում մարդկային աղոթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նրան ում հորը, ուշադիր նայեք, որ կարող էր ազատել նրան մահից եւ լսվեցավ իր բարեպաշտության համար, հարության մասին է խոսքը, թեև որդի էր, ուշադիր նայեք, այն չարչարանքներից է հնազանդությունը սովորեց, երբ որ կատարվեցավ բոլոր իրեն հնազանդողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ։ Դեռ մեկ երրորդության խորհուրդը, այստեղ Քրիստոսի հնազանդության մասին խոսքը որ գնում է, չի նշանակում որ Քրիստոսը ինչ որ մի ժամանակ անհնազանդ էր, չարչարանքներով սովորեց։ Այս հնազանդություն բառը վերաբերվում է Աստծո գերագույն կամքին, նրա մահվան գնաց, չարչարանքներով գնաց դեպի մահ։ Սա ցույց է տալիս, որ որպես մարդ Քրիստոսը ոչ թե ուղղակի ավտոմատ կերպով որպես Աստված, դե հոր կամքը կատարեց, ոչ որպես մարդ չարչարանքներով սովորեց հնազանդություն, այսինքն այդ չարչարանքների մեջ ի վերջո արտահայտեց գերագույն չարչարանքը, հնազանդությունը մահվան գնալով։ Այստեղ խոսքը գնում է Քրիստոսի հնազանդության չափանիշի մասին։ Չարչարանքներ մինչև մահ։ Սրա մասին է հեղինակը խոսում։ Թեև որդի էր, բայց սովորեց Քրիստոսի մարդեղության մեջ մենք տեսնում ենք Քրիստոսը որպես կատարյալ մարդ, ոչ թե ավտոմատ կերպով դե Աստվածա հոր կամքի պիտի հնազանդվի, ոչ, Քրիստոսը որպես Մեսիա գործի չի դնում իր աստվածային կամքը, գործի է դնում իր մարդկային բնությունը եւ դրանից արտահայտված կամքը։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։ Մենք վերջացրեցինք, շատ կա խոսելու, ժամանակը կգնա եւ ես ուզում եմ ավելի անդրադառնալ Հռոմեացիս 12-րդ գլխի արդեն կիրառակալը, ինչի մեջ մենք չպիտի նմանվենք աշխարհին։ Երբ կնայեք որոշակի 8 սկզբունքներ, որը արզապես այս ընդհանուր սուրբ երրորդության այս դոկտրինը մեզ կօգնի, որպեսզի մենք հասկանանք ինչ է նշանակում Քրիստոսի կամքը ունենալ, որպեսզի հոր կամքը զանազանենք։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։